Մլադե եզդյա։ Ծափարությունները չեն դադարում, ինչ նա բեմահարթակ չի բարձրանում։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, եզդիական համայնքի հարգելի ղեկավար, եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ժողովուրդ, մեծ պատիվ է ինձ համար այսօր ներկա գտնվել եզդիական այս կարևոր սրբավայրում եզդիական նոր տարվա Տաուսի Մալակի տոնի առիթով և ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ և այս ձևաչափով շնորհավորում է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի եզդիական նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր և դարակազմիկ իրադարձություն է։ Մենք այս այցը շատ երկար ենք պատրաստել, որովհետև ես հիշում եմ, երբ ժամանակներ առաջ մեր գործընկեր ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ մենք քննարկում էինք, որպես խնդիր էինք ձևակերպում և դրա լուծման կարևորությունն էինք արձանագրում, որ մենք իրար հետ կողք կողքի նույն երկրում ապրում ենք, բայց ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և համոզված եմ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, նրանց տոնակատարությունների, արարողությունների մասին և սա իհարկե խնդիր է, որը պետք է լուծվեր և ես ուրախ եմ, որ մենք այսօր մի նոր ավանդույթի սկիզբ ենք դնում, երբ այս հաղորդակցությունը, այս համակեցությունը, այս